Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է ԶՍՏ-ն Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա դարձությունները նախամարոտ։ Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Հովանավանքում, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Մայրաթորի պատվիրակները Տեր Արամին են ներկայացրել կարգալույծ լինելու փաստաթուղթը։ Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող ինձ կարգալույծ անել, պատասխանել է Տեր Արամը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում է, որտեղ մասնակցել է ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի բացման արարողությանը։ Նաև հանդիպում ունեցել գործընկերների հետ։ 2025 թվականի ընթացքում Հայաստանում կառուցվել եւ նորոգվել է ընդհանուր առմամբ մոտ 400 կիլոմետր ավտոճանապարհ, սակայն կառավարությունը ունի նպատակ կառուցել եւս 100 կիլոմետր, որի համար պետական բյուջեից կհատկացվի հավելյալ մոտ 3 միլիարդ դրամ գումար։ Նախագիծը հաստատվել է գործադիրի այսօրվա նիստում։ Վարշապետը հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել ճանապարհաշինության որակին։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մի քանի օր առաջ Նուբարաշենի աղբավայրում բռնկված խոշոր հրդեհին։ Բացի այդ, Ավինյանն այս համատեքստում խոսել է նաև Երևանում աղբի վերամշակման նոր գործարան կառուցելու անհրաժեշտության մասին։ Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը, քննարկել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Իշխող եւ ընդդիմադիր խմբակցությունների падգամավորներն անդրադարձել են նաև ներքաղաքական խնդիրներին։ Երևանում մեկնարկել է կարգավորող մարմինների եվրոպական հարթակի 62-րդ համաժողովը, որը մեկտեղել է ավելի քան 47 երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչների։ Հայաստանը համաժողովում ներկայացնում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Հովանավանքում, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Մայրաթորի պատվիրակները Տեր Արամին են ներկայացրել կարգալույծ լինելու փաստաթուղթը։ Կտրիչ Ներսիսյանը Հովանավանք էր գործուղել հայր շնորհին, որը Տեր Արամին հայտնել է, որ նա այլևս չի կարող արարողություն իրականացնել։ Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող ինձ կարգալույծ անել, պատասխանել է Տեր Արամը։ Ես ծանոթություն ստացել եմ ու չեմ ընդունում իմ կարգալուծությունը, ինձ թվում է դա ձեր գործն է, իմ գործը։ Սա ստացել եմ երեքմանից վիդեո։ Նամակին ներկայից եկել է նաև դիվանապետ Արշակ Սրբազանի։ Ես իրեն պատասխանել եմ, սպասում եմ իր պատասխանին։ Հիմա դուք պետք է ժամը 15:00-ին հանձնեիք ծանոթագիրի մեջ ներկայացում չեմ ընդունում այդ ծանոթագիրը։ Չեմ ընդունում։ պետք է հանձնեիք։ Բայց չենք հանձնում։ Այո, չենք հանձնում։ Այո։ Ես ուղղակի ասում եմ, լսել ենք, չենք ընդունում, ոչ մի բանի պարտավորություններ չունենք։ Եվ պետք է նաև ինձ որ ձեր քանայական պարտականությունները, այո, որ քանայական պարտականություն, այո, ես հիմա էլ քահանա եւ կարգալուծության մասին ով է կարգալույծ արել։ ես ասում եմ Կարգապահական մարմինը ոչ բոլոր անդամներն են անգամ ստորագրել։ Այո, խնդրում եմ մի ընդհատեք ինձ, դուք որպես քահանա այլևս չեք Այո, կարող, եթե կարելի է չեք կարող, որպես քահանա չեք կարող լինել այնտեղ, որտեղ պատշաճ է քահանաներին լինելու, այսինքն խորանի վրա, ատյանում, դասերում եւ ավանդատներում։ հայ շնորհքով Մնացածը հարցնեվորներ գնացեք ով է սա ոչ մեկ չի գնում ինչա նշանակում ով է ասել որ ինձ փոխանցեք եղբայր ինչա նշանակում ով ասել հայ ես հարց եմ ես փոխանցում եմ ում ասացնեք փոխանցել ասեցի չէ դիվանատա այո ես ասեմ չեմ ընդունում սա ով տվելա տարեք հետ տվեք իրեն դե դուք հիմա գնացեք իմ խոսքը իրենց փոխանցեք չեմ ընդունում Դուք հարգեք, ես այդ կառույցը չեմ հարգում, ով որ ես թուղթ ուղարկել է։ Մենք վերջացրեցինք։ Դե որ վերջացրեցին գնացեք այստեղից։ Սպառնում եք դուք օծյալ քահանային։ Բա ինձ ով է սպառնում որ պետք է այստեղից գնամ։ Ես էլ եմ օծված։ Իմ օծում ով է վերջել։ Կներեք իմ օծումը։ Ես քահանաներին հələ մի րոպե։ Քահանաներին հարց եմ տալիս։ Իմ օծում ով է վերջել։ Իմ օծում ով է վերջել։ Ես ձեզ ասում եմ, այն ինչ որ իրանք ասում են չեմ ընդունում։ Արի Այսուր ջան, դու էմոցիա ցույց մի տուր, ասեցիր փոխանցեցիր չեմ ընդունում։ Չեմ ընդունում։ Վերջ։ Պարոն Ազատրյանը, դուք պատերազմ եք հայտարարում եկեղեցու դեմ այս վարքագծով Դե հանգստացեք։ Դուք պատերազմ եք հայտարարում։ Հայոց եկեղեցու Իսկ Մարիաթոր Սուրբ Էջմիածին Աստծո դեմ պատերազմը հայտարարում։ Դուք ասված եք դες համարում։ Ոչ, ես Աստծո ծառա եմ ինձ համարում։ Դուք սադրիչներին ինչու եք հրավիրել ձեզ Ովքեր են սադրիչները։
տուրիստները։ Ուզում եք ասեք, այս մարդիկ սադրի չեն։ Այս մարդիկ սադրի չեն։ Իսկ թվում է այստեղի միակ սադրի չեն։ Այստեղի միակ սադրի չեն։ Հանգստացեք։ Դուք քրիստոնյա եք, հա։ Մի գոռացեք, դուք ձեր գործը։ Ձեզ կարող եմ չլսել։ Արի դու մերն ես իշ գործունել։ Ոչ մեկից գործունել։ Հելա դարան եկած յանի արդարան էսեն մեղավորն է։ Շահավատել տանեմ, ճիշտ է։ Կաթողիկոսը չի գալա, կինու երեխեք ունենա։ Կաթողիկոսը չի գալա, կինու երեխեք ունենա։ Այո, մեկալները ունեմ, ապրելու տեղ ունեմ։ Կաթողիկոսը չի կարա ամուսնական կյանքով ապրի, դե գնացեք։ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Գրավը վերացվել է եւ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, նշելով, որ որոշումը կայացրել է Երևանի քրեական դատարանը։ Ի դեպ Համբարձումյանի թեկնածությունը ազգային ժողովի ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը առաջարկել էր վարչապետի պաշտոնում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելուց հետո։ Համբարձումյանը 2019-ից ամբաստանյալն ամեղադրվում է 2018 թվականի հեղափոխության օրերին հանրահավաքի գնացող մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Անդրադառնանք այլ թեմաների արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում է, որտեղ մասնակցել է ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի բացման արարողությանը եւ հանդես եկել ելույթով։ Այս ընթացքում Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, զրուցակիցներն էլ քննարկել են ՖՄԿ շրջանակներում գործակցության հարցեր։ Անդրադարձ է կատարվել 2027 թվականին Հայաստանում ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացման նախապատրաստական քայլերին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ թրիփ ուղի հաղորդակցությունների ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռվող հնարավորությունները։ Գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել խաղաղության օրակարգին եւ ՖՄԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությամբ իրականացվող ծրագրերին։ Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Մարոկոյի թագավորության արտաքին գործերի, աֆրիկյան գործակցության եւ արտերկրում մարոկացիների հարցերով նախարար Նասեր Բուրիտայի հետ։ Գործընկերները քննարկել են Հայաստանի եւ Մարոկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները թե բազմակողմ հարթակներում գործակցության, թե երկկողմ փոխայցելությունների միջոցով։ Կայացել է նաև Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոյի հետ։ Նախարարները քննարկել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև գործակցության ամբողջ օրակարգը։ Մտքեր են փոխանակվել ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնման վերաբերյալ։ Զրուցակիցները քննարկել են նաև բազմակողմ հարթակներում եւ ձևաչափերով արդյունավետ գործակցություն ապահովող նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողությունների, այդ թվում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը եւ կարևոր զարգացումներին։ Այլ թեմաների անդրադառնանք 2025 թվականի ընթացքում Հայաստանում կառուցվել եւ նորոգվել է ընդհանուր առմամբ մոտ 400 կիլոմետր ավտոճանապարհ։ Սակայն կառավարությունը նպատակ ունի կառուցել եւս 100 կիլոմետր, որի համար պետական բյուջեից կհատկացվի հավելյալ մոտ 3 միլիարդ դրամ գումար։ Նախագիծը հաստատվել է գործադիրի այսօրվա նիստում։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ Հայաստանի տարբեր համայնքներում ներկայում էլ շարունակվում են ճանապարհների միջին նորոգման եւ գծանշումների աշխատանքները։ Վարչապետը հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել ճանապարհաշինության որակին։ Նիստի մանրամասները ներկայացվող տեսանյութում։ 2025 թվականին Հայաստանից գյուղմթերքի արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 13%-ով։ Ծիրանի դեպքում 25.5% աճ, Սալորի դեպքում 61.1% աճ, Դեղցի դեպքում 87.1% աճ, Գերասի դեպքում 123% աճ, Տանձի դեպքում 245% աճ։ Ես այս թվի վրա ուզում եմ հատուկ ուշադրություն, Տանձի արտահանման թիվը, Լոլիկի դեպքում 12% աճ, Պղպեղի դեպքում 62% աճ, Կաղամբի դեպքում 843% աճ, Սմբուկի դեպքում 72% աճ, Ծաղիկը հատով ծաղիկը 6.4%-ով է արտահանումը աճել, իսկ տոննայով 116%-ով է արտահանում։
Վարչապետին հատկապես զարմացրել էր տանձի արտահանման բարձր ցուցանիշը։ Սա այն միտքն է, որը նախկինում ամենաշատն է ներկրվել, մինչդեռ այժմ ամենաշատն է արտահանվում։ 90 եւ ավել տոկոս վստահ եմ ամբողջ ինտենսիվ այգիներում աճեցված տանձն է, որը ստանդարտին համապատասխանում է բոլոր առումներով։ Եվ որ ուղղությամբ ուզեն կարող են արտահանել, որովհետև արտադրանքը համապատասխանում է բոլոր ստանդարտներին։ Նույնը կարող եմ ասել կեռասի մասին, որովհետև մենք մարզային այցերում ես արդեն գիտեմ էլ մոտավորապես որ այգիներից այս ամեն ինչ դուրս գալիս։ Մենք մեր մարզային այցելությունների ընթացքում այս այգիներից շատերում եւ կեռասի եւ տանձի եղել ենք եւ մենք պետքա այս իրավիճակի նկատմամբ մեր վերաբերմունքը նույնպես փոխենք։ Տարիներ շարունակ պրոբլեմ դարձած խաղողի մթերման մասով եւս կան հաջողություններ։ Գործընթացը այս տարի արդեն ավարտական փուլում է։ Էկոնոմիկայի նախարարի զեկուցմամբ խնդիրներ չեն ծագել։ Կարող ենք ասել, որ ըստ էության տեխնիկական ամբողջ սորտերը մթերված են, ավարտված են եւ այս պայմանությամբ օպերատիվ տվյալներով, որոնք որ մենք ստանում ենք, իհարկե դեռ կամփոփենք, կարող է որոշակի ճշգրտում լինի մի փոքր 211,000 տոննա մթերվել է, ամբողջ անցած տարի մթերման ծավալը եղել է 164,200 տոննա։ Այստեղ ինչն է մնացել, մի փոքր արենի սորտի խաղող է մնացել եւ այս օրերին մթերումը տեղի է ունենում եւ վերջին օրերին այսպես ասած խաղողի սեղանի սորտեր կան, որոնք որ երևի թե ոչ շուկայահանման համար պատշաճ տեսքի չեն կամ որակի չեն եւ գյուղատնտեսները, ֆերմերները դրանք եւս մթերում են եւ մեր մթերողները մեծ պատրաստականությամբ դա են մթերում, դա է պայմանավորված, որ մեր հաշվարկներից ավել է մթերում տեղի ունենում, այսինքն բերում են այնայև այս վերջին մնացորդները, բայց պետք է նշել, որ մինչև հիմա մթերումը պատշաճ գնացել է, հիմնականում արդեն ավարտել են, մնացել է 2-3 մթերող, առաջիկա 1-2 օրերին ամբողջությամբ կավարտենք։ Այս ցուցանիշից գործադիրի ղեկավարը դժգոհ չէ, բայց մտահոգված է այն փաստով, որ հայկական խաղողից կոնյակ արտադրվել չի կարող։ Այն արտադրվում է միայն Ֆրանսիայի կոնյակ երկրամասում աճեցված խաղողից։ Փաշինյանի խոսքով հայկական բրենդին չի կարող կոնյակ անվանվել։ Նույնիսկ Ֆրանսիայի մեջ ուրիշ ռեգիոններում աճեցված, օրինակ կա արմանյակ, որը լրիվ ուրիշ ռեգիոնի խաղողից ստացվող խմիչք է։ Շամպայն Հայաստանում չի կարող լինել, որովհետև շամպայնը արտադրվում է միայն այն խաղողից, որը Ֆրանսիայի շամպայն ռեգիոնում է աճում։ Դրա համար կա պրոսեկո, որը էլի փրփրուն, այսինքն ժանրը փրփրուն գինին է, որը տարբեր անուններ ունի։ Իտալականը կոչվում է, ենթադրում եմ, այդել ռեգիոնի հետ կապ ունեցող։ Այսինքն մենք այս բաները պետքա հետո մենք գնում ենք ասում ենք դե կոնյակ ենք տանում, ոնց մեզ չեն թվում, բա ասում եք բան, լավ հարաբերություններ ունեք բանի հետ, Եվրամիության հետ։ Բայց կոնյակ ենք տանում, հայկական կոնյակի ճամփեն փակա Եվրամիությունում։ Հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, Ժորժ ջան, չի կարող լինել։ Ասում եմ, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ, որ հիմա Դիլիջանում ջերմուկ հանքային ջուր արտադրեն։ Կլինի տենց։ Չէ, բայց կա ես բացառում, որ մենք այդ հայտնի անեկդոտա, չէ, բայց դա արտահայտում է բաները, ինքը իր մեջ իմաստ ունի, Դիլիջանի ջերմուկ ինչպես չի կարող լինել, այնպես էլ չի, մենք ես էլ եմ ասում եմ կոնյակ, բայց պետք է մենք հասկանանք, մենք պետք է մեր վրա աշխատենք, որպեսզի այս հիմա սա ինչի մասին է նաև ասում, սա խաղողի շուկայի հետ ինչ կապ ունի, որովհետև խաղողից, հայկական խաղողից արտադրվող բրենդին ինքը անխուսափելիորեն շուկայում ունենալու է որոշակի փոփոխություններ։ Իհարկե Երևանի կոնյակի գործարանը Pernod Ricard ընկերությունը հաջողությամբ է ամենահաջող իրանք են իրականացնում այդ ռեբրենդինգը, բայց Երևանի կոնյակի գործարանը չի կարող ամբողջ ծավալը մթերել։ Կառավարության նիստում Փաշինյանը հանդես եկավ մեկ այլ ուշագրավ հայտարարությամբ եւս, մասնավորապես մեջբերեմ, Հայաստանը քայլ առ քայլ հաղթահարում է շրջափակումը։
Հայաստանի ղեկավարը այսպես է բնութագրում Ադրբեջանի որոշումը իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները հանելու վերաբերյալ։ Դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները դրանք ընդհանրապես ինչպես փորձ է արվում որոշ տեղերում ներկայացնել, ընդհանրապես միայն դեկլարացիա չեն, այսինքն դրանք դեկլարացիա են, բայց որը իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։ Հիշեցնեմ, հոկտեմբերի 21-ին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Իսկ հայկական կողմից հաջորդել էր Գևորգ Պապոյանի հայտարարությունը, մասնավորեցնելով շուտով Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասնի ցորենի առաջին խմբաքանակը։ Սա Ադրբեջանի հետ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկրետ արդյունքներից մեկը համարելով, Փաշինյանը միաժամանակ նաև նկատեց. Հայաստանի տնտեսությունում առաջիկայում սպասվում են ֆունդամենտալ փոփոխություններ։ Հաջորդիվ արդեն զեկույցով հանդես եկավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինս կառավարության անդամներին ներկայացրեց Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագիրը։ Քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակը Կասկադի համալիրի ամբողջական եւ ավարտուն տեսք ստանալն է, եւ որը միաժամանակ կապահովի կապը կենտրոնի եւ հեղափոխության 50-ամյակի նվիրված հուշահամալիրի հետ, այդպես է կոչվում, ինչի արդյունքում նաև կյանքի կկոչվի Թամանյանական եւ Ջիմթորոսյանական ամբողջ կոմպլեքսի մտահղացումը եւ իրականացման վերջնարդյունքը ծրագրի բան վարչապետ նոր կառուցվող հատվածում տեղակայված կլինեն արդեն քաղաքապետանին պատկանող նոր համերգասրահ 1000 տեղանոց, ժամանակակից արվեստի թանգարան, նոր ցուցասրահներով հագեցած պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված հատված, հարակից տարածքն էլ կբարեկարգվի եւ կկանաչապատվի, կձևավորվի մշակութային եւ ժամանցային նոր հանգույց, մոտավորապես 30,000 քառակուսի մետր տարածքից ավել տարածքով, իսկ հարակից 4.6 հեկտար տարածքում կտրվի հնարավորություն ընկերությանը բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու, որը որ ինտեգրելով արկա բնական եւ ճարտարապետական միջավայրի հետ ներդաշնակորեն կհամալրեն ամբողջական տարածքը։ Սա ընդհանուր կոնցեպտն է։ Կառուցապատումն իրականացնելու է GTB Development ընկերությունը։ Գործադիրը նախագծին տվեց դրական եզրակացություն։ Ձյանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։ Կառավարության նիստից հետո լրագրողների եջեպազրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է մի քանի օր առաջ Նուբարաշենի աղբավայրում բռնկված խոշոր հրդեհին ու դրա վերաբերյալ իր այն աղմուկառույց հայտարարությանը, որ աղբանոցը այրել է։ Բացի այդ, Ավինյանը այս համատեքստում խոսել է նաև Երևանում աղբի վերամշակման նոր գործարան կառուցելու անհրաժեշտության մասին։ Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ, երբ խոսում ենք, ամենաառաջին արձանագրումը, որ պետք է անենք, Երևան քաղաքը ունի այդ խնդիրը արդեն իսկ 75 տարի։ Այսինքն 75 տարվա խնդրի լուծման մասին ես վստահ եմ նույնիսկ խորհրդային միության տարիներին ինչ որ խոսակցություններ եղել են, որ ինչ որ լուծումներ պետք է գտնենք եւ փնտրենք եւ գտնենք, բայց չեն արվել։ Մենք ինչ ենք անում հիմա։ Մենք զուգահեռ 3 ուղղությամբ ենք շարժվում։ Առաջին ուղղությունը մենք հայտարարում ենք երկփուլ մրցույթ, որի տրամաբանությունը ասում է հետևյալը. հարգելի ընկերություններ, ովքեր որ ունեն փորձառություն աղբի վերամշակման գործարան կառուցելու կառավարելու մեջ, տվեք ձեր առաջարկները առաջին փուլի համար, որից հետո կամբողջացնենք եւ կդնենք երկրորդ փուլի ավարտական վերամշակման գործարանի մրցույթը։ Երկրորդ process-ը, որ իրականացնում ենք, տարածքային կառավարման նախարարության հետ ընդհանուր ֆորմատով միջազգային ֆինանսական մեր գործընկերների հետ փորձում ենք ճանապարհ գտնել կրկին նույն նպատակի համար եւ մենք շեշտել ենք, որ ճանապարհով, որ ավելի արագ եւ արդյունավետ կհասնենք լուծմանը, մենք այդ ճանապարհով էլ գնալու ենք։ Եվ երրորդ խնդիրը, որը դրվել է նաեւ գործընկերների առջև, այն է, որ Նուբարաշենի աղբավայրի եղած աղբավայրի որոշակի, այսպես ասած, վերամշակման, նախնական վերամշակման process-ի հետ կապված նոր ծրագիր պետք է ներկայացնենք։
Պարոն Ավինյան, եւ դուք իրավաբաններն եք ըրդերի հետ կապված, ինչ նորություն կարող եք ասել, ով է դիտավորյալը։ Ես գիտեմ, որ process-ը ընթանում, տարբեր մարդիկ հարցաքննվել են։ Ուզում եմ ասել նաև շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է հիմք հանդիսացել այդ հայտարարության համար 3 process-ը տեղի ունեցել։ Առաջինը աղբավայրի կառավարումը մեկ մասնավոր ընկերությունից քաղաքապետարանը չեղարկել է այդ կառավարման բանը, պայմանագիրը եւ վերցրել է կառավարումը իր ձեռքը։ Երկրորդ, 2 օր առաջ միջադեպից որոշ անձինք որոշ բաներ են խոսացել աղբավայրում, որ շուտով ինչ-որ բան է տեղի ունենալու, եւ երրորդ ընդհանուր առմամբ իհարկե անմեղության կանխավարկածը միշտ պետքա հիշենք, պահենք եւ պահպանենք, բայց ուզում եմ նաեւ շեշտել, որ ընդհանուր առմամբ հիմա քաղաքապետարանը այնտեղ ամբողջական տեսահսկման համակարգ է դնում է սահմանափակումներ տարատեսակ ավտոմեքենաների մուտքի եւ բավական խիստ է լինելու այսուհետ վերահսկողությունը այդ հատվածում։ Բայց այն գործողներ գրաված մարդիկ։ Այո, կան, վստահորեն կան։ Պարոն քաղաքապետ, մի հարցեր եմ, ճապոնական ընկերություն կա ժամանակ 2010 թվականի ընկերություն կա ճապոնական, որը եկա մասնակիցների դրեց, հիմա գնաց, այդ գործերը ինչ է ինչ կա, բացահայտվել ինչ գնաց, ով խոչընդոտեց, որտեղ արհեստական խոչընդոտներ։ Ճապոնական ընկերության արված աշխատանքը շատ կարևոր էր, բայց կարելի է ասել ինքը իր մասշտաբով ուղղակի ցուցադրական աշխատանք էր, շատ փոքր էր, եւ դա ընդամենը մի օրինակ է, թե ինչպես կարող է աշխատել։ Շատ կարևոր օրինակ է, բայց ամեն դեպքում այդ մանրամասները, թե ինչի գնաց, ինչի չեղավ եւ մնացյալը ես կդժվարանամ ասել։ Դե տեսեք, ես որ ասում եմ, որպեսզի հասկանանք, այս աղբի, այսպես ասած, չգիտեմ ինչ կոչեմ դա, բայց ամեն դեպքում այնտեղ ունեցել ենք պրոցեսներ, որոնք որ ենթադրում են որոշակի ֆինանս են գեներացրել եւ այդտեղ շահեր են եղել եւ այլն եւ հիմա մենք ուզում ենք այդ ամբողջը ոչ թե ուզում ենք, այլ հիմա մաքրել ենք եւ բերում ենք օրինական դաշտ։ Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը քննարկել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Մտքերի փոխանակությունից հետո իշխող եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները անդրադարձել են նաեւ ներքաղաքական խնդիրներին։ Ընդդիմությունը կրկին իշխանությանը մեղադրել է ստախոսության համար, ինչին վերջիններս հակադարձել են, ներկայացնելով համապատասխան հակափաստարկներ։ Ազգային ժողովի հերթական նիստը սկսվեց ընդդիմություն, իշխանություն չակերտավոր ասած փոխհրաձգությամբ։ Այս անգամ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում իշխանություններին մեղադրեց հակադաշնակցական բոլշևիկյան պայքարի ժառանգորդներ լինելու համար, ինչին ազգային ժողովի ամբիոնից հակադարձեց ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Ընդդիմադիր գործընկերոջը հիշեցնելով, թե Կոմկուսի վառ ներկայացուցիչ Վարդանիկը Գյումրիում ում աջակցությամբ դարձավ քաղաքապետ։ Հետո մեզ եք մեղադրում այլասերվածություն քարոզելու համար։ Չկա ավելի մեծ այլասերվածություն, քան դաշնակցա բոլշևիկյան բանը, դաշինքը։ Ու պարզար Վարդանիկի պես մեկը պետք է ծնվեր այդ այլասերված խաչաձևումից։ Պարոն Մանուկյանը նաև չի գնահատում իմ բարությունը։ Երեք խոստացավ իր անունը փոխել, եթե ես ապացուցեմ, որ եղել է հայտարարություն 3 ավանդական կուսակցությունների, այդ թվում դաշնակցության, որը դեմ էր անկախությանը, ու չնայած ես մեկը իրեն կոչ արեցի չփոխել իր անունը, եկել է ինձ մեղադրում է սուտ խոսելու մեջ։ Նրա խոսքով Մանուկյանի մեղադրանքները հեշտորեն հերքվում են, քանի որ փաստերը համառ բան են։ Ռուբինյանը մեջբերումներ կատարեց Դաշնակցության դրոշակ պաշտոնաթերթից, որում դաշնակցական տարբեր գործիչներ դեմ են հանդես եկել Հայաստանի անկախությանը։ Ռուբինյանը նկատեց, հիմա մարդկանց մոտ կարող է հարց ծագել, ինչու է ինքը խորացել 1988-89-91 թվականների մեջ։ Պարզաբանեց, խորացել է, քանի որ նրանք չեն փոխվել։ 1991-ից հետո գալիս է 2022-ը եւ ընդունվում է Դաշնակցության հանրահայտ 00
004 շրջաբերականը, որտեղ ասվում է հետևյալը. Անհրաժեշտ է կենտրոնացնել ազգային ողջ ներուժը, որպեսզի Արցախը չդառնա այն գինը, որի հաշվին Ադրբեջանը կարող է ինտեգրվել Ռուսաստանի նախաձեռնելիք հավանական նոր միությանը։ Այդ նպատակով անհրաժեշտ է Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում սկսել նոր պայքար։ Նկատի ունենալ նաեւ, որ Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել եւ գործադրել ան։ Աշխատանք տանել, որպիսի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն։ Նկատի ունեք այդ միության մեջ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալը մեջբերելով շրջաբերականից մի քանի հատվածներ դաշնակցությանը մեղադրեց Հայաստանի անկախությանը միշտ դեմ լինելու համար։ Դուք մեղավոր եք ձեզ զգացել եւ Ստոկհոլմյան սինդրոմի մեջ եք ընկել, որ ասել եք կարող է մենք սխալ ենք արել, որ անկախության համար ենք պայքարել, կարող է պետք էր հանձնվել։ Ու դրա համար 50-ական, 60-ական թվականներից դաշնակցության մեջ մտածողության պարադիգմա փոխվել, որ մենք ոչ թե պետք է պայքարենք անկախության համար, այլ պետք է հանձնվենք ու փորձենք ոչ թե պետական երազանքների հետևից գնալ, այլ ազգային։ Ու ձեր դեպքում դուք հակադրել եք ազգայինը պետականին, դա ակնհայտ է դրոշակի հոդվածներից։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ դաշնակցությունն իր ամբողջ պատմությամբ նպատակներով պայքարել եւ պայքարում է հայոց պետականության համար, իսկ գործող իշխանությունն արհեստականորեն հակադրում է այն կեղծ խաղաղասիրության թեզերին։ Ամենամեծ խաղաղություն ուզող ուժը դաշնակցությունն է։ Ամենամեծ խաղաղություն ուզողը հայ ժողովրդի այն հատվածն է, որը պայքարում է սեփական ազգային արժանապատվության համար։ Մինչդեռ դուք ուղիղ հակառակն եք անում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Օնջորյանն էլ անդրադառնալով այս ելույթին եւ դիմելով ընդդիմադիր գործընկերներին ասաց. «Դուք ազատությունը պահում եք ձեզ համար, մահը տալիս եք ժողովրդին»։ Որ ասում եք ազգերի ինքնորոշումը միթե ավելի պակաս կարևոր է, քան թե տարածքային ամբողջականությունը, չէ՞։ Անկեղծ եք, որ ազգերի ինքնորոշումը կարևոր էր։ Բա որ ազգերի ինքնորոշումը կարևոր էր։ Բա Ղարաբաղը արդեն ինքնորոշված չէր, որ գնացել էիք բանակցությունների ժամանակ պայմանավորվում էիք, որ պետքա լինի հանրաքվե Ադրբեջանի հետ համաձայնեցված ժամկետներում։ Բա այդ Ղարաբաղը ձեր կարծիքով ինքնորոշված էր։ Բա այդ ինչ հանրաքվեի մասն էր խոսքը, որը ապագայում պետքա լիներ ձեր բանակցությունների ժամանակ։ Հիմա ով է ուրացել ինչը։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ԱԺ դիմելով ընդդիմությանը հայտարարեց. Ղարաբաղի ժողովրդին օգտագործում եք փորձելով տարբեր խարդավանքների մեջ ներգրավել։ Նրա խոսքով ըստ էության այսօր չկա դաշնակցություն, այլ կա ռոբասերժական խմբակի մաս կազմող քաղաքական թիմ, որի անվանումն այս պահին դաշնակցություն է, բայց այն որևէ կապ չունի գաղափարական որևէ ուղղության հետ։ Ուր եք երեք կառավարության հետ հարցու պատասխանին, վարչապետը ձեզ էր ման գալիս, ճիշտ ասած երեք, որ ձեր հարցերին պատասխաներ, ինչպես միշտ էլի ձեզ տալ պատերով։ Դրա համար էիք երեք էլի փախել ազգային ժողովից։ Ոնց որ նախորդ գումարման, նախորդ քարորիայի ժամանակ, էլի ուզում եմ հիշեցնել, գործընկերներս հիշեցնեցին, 20 րոպե ընդմիջում եք վերցնում, խրոխտ հայտարարություններ անելով, հեռանում եք ու էլ չեք գալիս։ Այս ձեր համար պարտիզանական կռիվները չի, հա? Պարտիզանական կռիվ։ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հորդորեց ազգային արժանապատվության մասին, մեզ դաս թող չտա ինչ-որ մի քաղաքական ուժ, որին վերբով կայ արել Կագեբեն։ Դուք կոմունիստական կուսակցության աջակից եք։ Այդ նորմալ բան չի, ժողովուրդ ջան։ Այդ բանն է, այդպես խարան է, կներեք արտահայտությանս համար։ Դա խարան է։ Դա խարան է, որը դուք հիմա կրում եք։ Հələ էլ չասած, որ մի հատ էլ այդ կոմունիստական կուսակցության տեխնացուն լինի Վարդանիկը, որին դուք աջակցում եք, ախր հասկանում եք, դա ինչ բան է։ Ու ազգային արժանապատվության մասին անկեղծ եմ ասում, էլի ամենայն հարգանքով։ Ազգային արժանապատվության մասին հազար ներողություն, բայց մեզ թող դաս չտա, էլի ինչ որ մի քաղաքական միավոր, որին վերբովկա են արել, որին Կագեբեն սարքել է իր, ինչ ասեմ, չգիտեմ ինչը։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ իր հերթին գործող իշխանությանը մեղադրեց ժողովրդին խաբելու համար, ինչին արձագանքեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասելով. «Ձեր ամբողջ քաղաքական կարիերան կարելի ասել լոգոն ղեկավարը սուտն է»։ Դուք պետքա լռեք, ձևանեք, որ այդ դուք չեք։ Մարդ կա, ասեք, թող բեղ պահի, կարողա չճանաչեն։ Դուք պետք է չգաք, դուք ասելիք չունեք։ Դուք անցել եք ազգային ժողով, որպես այն որ գնում ես խանութում մեծ սառնարան ես առնում, մի հատ թեյնիկ են նվեր տալիս, դուք տենց թեյնիկի կարգավիճակով հայտնվել եք այս խորհրդանում։ Ոչ ձայն ունեք, ոչ համակիր ունեք, ոչ ասելիք ունեք։ Իսկ ասեմ ստի մասին մի խոսացեք, Սուտը եւ Սերժ Սարգսյանը նրանք բարեր հոմանիշներ են հայկական քաղաքականության դաշտում։
ամոթ է, էլի։ Հասկանում եմ տենց հասելով 91 թվի, ես իմ որ թվի բանակցային բաներն եք ուզում, որ հրապարակվի, եկեք ձեր ղեկավարին եւ պարոն Քոչարյանին համոզեք, եկեք բանավեճի, ախի չեք գալի բանավեճի։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում են թողարկումը Երևանում մեկնարկել է կարգավորող մարմինների եվրոպական հարթակի 62-րդ համաժողովը, որը մեկտեղել է ավելի քան 47 երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչների։ Հայաստանը համաժողովում ներկայացնում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Օրակարգում են թվային դարաշրջանում մեդիա բազմակարծության հիմնախնդիրները, ռազմավարությունների մշակման եւ իրագործման մեխանիզմները։ Երևանը դարձել է եվրոպական մեդիա քաղաքականության կենտրոնը։ Հոկտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալում է կարգավորող մարմինների եվրոպական հարթակի ԵՊՐԱ 62-րդ տարեկան համաժողովը, որը միավորել է 47 երկրների 56 կարգավորող մարմինների ներկայացուցիչների։ Համաժողովը կազմակերպել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Մարտահրավերները բոլորս գիտենք։ Դուք բոլորը շատ լավ գիտեք, ինչ է կատարվում տեղեկատվական այս պայթունային զարգացման պայմաններում ապատեղեկատվությունը, պրոպագանդան, եւ ոչ միայն քաղաքականությունը մեզ վերջի հերթին է հետաքրում անչափահասների վրա ազդեցությունը, երկրի անվտանգությունը տեղեկատվական, քանի որ մենք մեծ մասնագիտական բազա չունենք այստեղ, մեր ամենահիմնական աղբյուրը սովորելու օրենսդրության մեջ փոփոխություն մտցնելու, աշխատելու այնպես, որպեսզի կարողանանք բալանսավորենք եւ խոսքի ազատության իրավունքը, եւ մարդկանց պաշտպանության վատ ինֆորմացիայից, այս ամենը մեզ սովորացնում են այսպիսի հավաքները եւ մենք ուրախ ենք, որ այս անգամ մենք Երևանում ենք հավաքվել։ Երկորյա այս խոշոր միջոցառման օրակարգի առանցքում են երկու հիմնական թեմա՝ թվային միջավայրում մեդիա բազմակարծության ձևավորման, խթանման եւ պաշտպանության ռազմավարությունները, կարգավորող մարմինների արդյունավետ քաղաքականության մշակման եւ իրագործման մեխանիզմները արագ փոփոխվող մեդիա դաշտում։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդգծեց, որ նման ձևաչափով քննարկումները հնարավորություն են տալիս ոչ միայն փոխանակելու փորձը, այլև ձևավորելու համընդհանուր մոտեցումներ հիմնված ժողովրդավարության եւ խոսքի ազատության արժեքների, նաեւ հասարակական վստահության ամրապնդման վրա։ Աշխարհում ոչ մեկ չգիտի որտեղ է սահմանը խոսքի ազատության եւ խոսքի ազատության չարաշահման, եւ այստեղ շատ կարեւոր է կոնսենսուսը, փոխհամաձայնությունը հասարակության, իշխանությունների, ընդդիմության, կարգավորող մարմինների, մեդիայի միջև ի վերջո ինչը համարել խոսքի ազատության սահմանափակում եւ ինչը համարել խոսքի ազատության չարահաշահման դրսևորումներ։ Կարգավորող մարմինների եվրոպական հարթակը ստեղծվել է 1995 թվականին նպատակ ունենալով միավորել եվրոպական երկրների մեդիա կարգավորող մարմիններին եւ ապահովել գործակցություն մեդիա քաղաքականության ձևավորման, փորձի փոխանակման եւ համադրված կարգավորման ուղղությամբ։ Այսօր հարթակը միավորում է Եվրոպայի գրեթե բոլոր երկրները իբրև մեդիա անկախության, բազմազանության եւ ժողովրդավարության պահպանման խոշորագույն կառույց։ Եթե ամբողջ աշխարհում արդեն TV-like հարթակները, այսինքն տեսալացողական բովանդակություն տարածող on-line հարթակները կարգավորման ներքո են, մեր մոտ գիտեք այդ բանը չկան, եւ այսօր վտանգը ապատեղեկատվության, ատելության խոսքի հենց այդ հարթակներից է, եթե նկատել եք անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից, կաբելային ցանցերում կամ հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողները նրանք գործում են օրենքին համապատասխան եւ բացարձակ ազատություն ունելով քաղաքական այնուամենայնիվ կարմիր գծերը չեն խախտում եւ աշխատում են նպաստ հասարակության, նպաստ թափանցիկության, նպաստ բազմակարծության։ Կարգավորող մարմինների եվրոպական հարթակի նախագահն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Հայաստանին համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար, ընդգծելով, որ Հայաստանի ընտրությունը որպես հյուրընկալող երկիր պատահական չէ։ ԵՊՐԱ-ի գաղափարն այն է, որ մեկ հարկի տակ են հավաքվում եվրոպական բոլոր կարգավորող մարմինները։ Թեև մենք հետազոտություններ չենք անում, սակայն կարգավորող մարմինների ռազմավարական լուծումներ ենք քննարկում եւ առաջարկում։ Ես գիտեմ, որ միջազգային բազմաթիվ ընկերություններ կան, որոնք գործակցում են Հայաստանում գործող ինստիտուտների հետ։ Այս համատեքստում երեք Երևանում տեղի ունեցել մեդիա օնորշիփը, որն իհարկե Հայաստանի համար այս ոլորտում եւս մեծ քայլ է։ Մենք ուրախ ենք, որ գտնվում ենք Հայաստանում եւ շնորհակալ ենք հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, որ մեզ հյուրընկալեց։ Հուսով ենք, որ շատ
արդյունավետ քննարկում կունենանք։ Համաժողովին մասնակցում են նաև Եվրոպական հանձնաժողովի, ԵՀԿ-ի, ԵՄ խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներ։ Նրանք պատրաստվում են ներկայացնել զեկույցներ արհեստական բանականության, թվային պլատֆորմների վերահսկման եւ մեդիա դաշտում ալգորիթմների թափանցիկության վերաբերյալ։ Իդեպ Երևանում է նաև հարևան Թուրքիայի բավականին ներկայացուցչական պատվիրակությունը։ Թուրքիայում կարգավորող մարմինը ինքը հզոր կարգավորող մարմին է, շատ մեծագույն լիազորություններով եւ երեկեկան մենք բավականին երկար արդեն զրուցեցինք եւ ձեզ մի զարմանալի բան ասեմ, առավոտյան եկել էին Ստամբուլից եւ առաջի հերթին գիտեք ինչ են արել, մեքենային վարձել, երեկոյան մեզ պատմեցին եւ գնացել են Գեղարդ։ Եվ ֆանտաստիկ տպավորություններով վերադարձել էին, այսինքն մենք բավականին զրուցեցինք եւ Թուրքիայի կարգավորող մարմինի հետ մեր համագործակցությունը շատ կարեւոր է, որովհետեւ նույն Թուրքիայում մի քանի հայերեն լեզվով եւ հայկական բովանդակությամբ մենք on-line հարթակներ ունենք եւ թուրքական կողմի հետ աշխատելով մենք փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց հերարձակման համար։ Հայաստանը կարգավորող մարմինների եվրոպական հարթակի անդամ է 2010 թվականից եւ այս տարի հյուրընկալում է հարթակի նիստը։ Համաժողովը դիտարկվում է նաեւ որպես հնարավորություն ներկայացնելու մեր երկրի առաջընթացը մեդիա ոլորտի բարեփոխումների եւ եվրոպական ստանդարտներին ինտեգրման ճանապարհին։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Անցնենք միջազգային նորություններին, Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները հայտարարել են Ռուսաստանի օգտին լրտեսության համար կասկածվող 3 անձանց ձերբակալության մասին։ Ձերբակալությունները իրականացվել են Լոնդոնի կենտրոնական եւ արևմտյան թաղամասերում, իրականացվել են նախ խոզարկություններ։ Ձերբակալվածների ինքնությունն ու քաղաքացիությունը բրիտանացի իրավապահները առայժմ չեն բացահայտում։ Մյուս նորությունները տեսաշարով դիտեք։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։